Ելի դու եղջի ըրա։ Իր ասեցի չերև ռապիդապ շաուրմի տեղը, որը գտնում է բրանդի օրանժի մեջ տեղը, ոչ մեկին մի ասարա։ Ու Տրամպը կիմանա 200% թանկստելու աղջի։ Նինը կարող չի ասկրեմ ես հայրեն, դոտ շուտինգ աղջի։ Թող ռադեղ երա, հազիվ գլենդալու մի նորմալ տեղ կան շաուրմա ուտելու, պետք է համահանել չերա։ Դրա ասում եմ ստուց։ Մի քիչ քվիկլի ախպերս, քվիկլի մի քիչ, քվիկլի։ Ասում քվիկլի չի։ Ախպերս գուդա տուր։ Դուլս տեղես արակի, հլս թիլ հիերարա, արա գոհաուտ ասիարա, որը հորս սարավես, ոչ անգեն հասկանը, ոչ հայերին հասկանը, արա, արա կիմանան ախպերարա, թրան կրա։ Շնորհակալություն, որ դիտում եք եւ շնորհակալություն նրանց, ովքեր որ հենց հիմա գրանցվեն ալիքիս, կարծում եմ այդպեսիք էլ կլինեն։ Նաեւ գրանցվելուց դեռ լայք դրեք, որ ասենք, այս ամեն ինչը տարածվի, բարև ձեզ սիրելիներս։ Հիշեցնեմ, որ ամսի 18-ին, մայիսի 18-ին Grand Stage-ում խաղալու եմ ես եւ իմ ընկերները stand-up and jazz ներկայացումը լինելու է stand-up եւ լինելու է jazz-ի հետ միասին։ Ես եւ գիտարահար Կարո Սարաֆյանը եւ Արմեն Բաբասյանը շեփորահար մի լավ երեկո են կազմակերպել ձեզ համար, համեցեք։ Տոմսերը թիքետ մի կետում են։ Իսկ հիմա ասենք մեր գործերին բարև ձեզ մի հատ էլ։ Թույլ տվեք մեր սիրելի գյումրեցիների ինքնագնահատականը մի քիչ իջեցնել։ Պարոն Վարդանիկ Ղուկասյանը, ինչ եմ ասում, Վարդանիկ ուրեմն ինքն իրան ասում, տենց, թեպետ վատ բան չի, ինձ էլ ասենք մաման մինչև մահանալը միշտ ասում էր ինձ Սիրյոժիկ, մենք միշտ մեր ծնողների երեխաներն ենք, ու երևի թե Վարդանիկին էլ տենց Վարդանիկ են ասել, տենց մնացել է, ինչև է։ Ասեց որ մենք պիտի մտնենք միութենական պետություն եւ գիտեք հիմա էլ տենց ասենք ալիքներով հորդում են մարդիկ ոնց կարելի է այդպես բան ասել եւ այդ դա քրեականացված է պետք է այգու հեսա պետք է պատասխանատվության ենթարկեն պարոն Ղուկասյանի ժողովուրդ ես երկրում երբեք ոչ մեկին պատասխանատվության չի ենթարկում հանգստացեք ակնհայտ գող ավազակ մարդասպան մարդիկ քայլում են փողոցով սիրուն նորմալ դեռ ավելին ասենք ասում եք որ նա կոռուպցիոներ է սա նա չէ ասենք Վարդանիկը բայց նա ընտրվել է քաղաքապետ մասնակցել է ընտրություններին թե ինչպես հասել մինչև ընտրություններ մենք ըստ պարոն Նիկոլ Փաշինյանի վաղուց նստած էր որ ասում կխփեն պատից ձեր դիակները կհանեմ հետո լի կխփեն բորձուները կտամ գլխների բան եւ այլ Հավայի խոսքեր Հավայի շոու է սա Հավայի շոու է այլմե սիտ խառնում ուղակի բայց ինչի եմ ուզում իջեցնեմ գյումրեցիների եւ այն սեգմենտի ովքեր որ ընտրել է Վարդան Ղուկասյանին ինքնագնահատականը ու նախ եւ առաջ գյումրեցիների մոտ ինքնագնահատականը մեծ բան է էլի նախ ասեք ինքնագնահատական որ ասում եղա չհասկանան այդ ինչա որովհետեւ սեքսիզմն էլ չհասկացակ ինչա դες թվաց թե շատերի որ խոսքը սեքսի մասին է հիմա որ ասեմ կինոլոգ կմտածեք դա կինոյի մասին է չէ ինքնագնահատական այն է որ մարդ իրանից ավելի շատ է էլի տենց ավելի շատ է գնահատում քան թե ինքը կա եւ որ այդ որ կարող է հանկարծ այնպես գնա մեր զարգացումը որ կմտնենք միութենական պետություն ասեմ որ դες բան չի կարելի որովհետեւ ի վերջո հասկացեք որ Ռուսաստանը խնչած ունի Հայաստանի վրա մեր բոլորի վրա նո կարող ապատել դե մենք անթասիբ ենք չենք հասկանում դա բայց գյումրեցիք թասիբով են դուք հասկանան որ դիք լավ բան չի որ խնչեն գվրեկները լավ չէ դիք լավ չէ իսկ ինչի խնչած ունեն որովհետեւ մենք սկի սահման չունենք ժողովուրդ սկի սահման ոնց եք դες պատկերացնում ենք միութենական պետություն դառնանք ու հիմա որ հենց դոշ եք ծեցում ասում այդ ինչ ասեց Վարդանիկը ասեց այն ինչու ինքը մտածում է նախ եւ առաջ դա իր արժե համակարգի արտահայտումն է, ինքը էդի արժեքներն է։
ինքը տենց է մտածում, ինքը մտածում է այդ մարդը, որ Ռուսաստանը տենց մեր ընկերն է, բարեկամն է, ման կարան տենց ոչմ տենց լավ կլինի, որ Իսրայելորուց մինչև Հովսեփեմին, մինչև բան տենց Դավիթ բեկ, չգիտեմ ելով կար ընդ Մխիթար Սպարապետ, հիրի Մխիթար Սպարապետ կինոն է տեսե։ Տենց իրան թվացել է, թե այդ կինոն ռեալ դեպքերի վրա է նկարած, իրականում ոչ, դա ուղղակի գեղարվեստական ֆիլմ է, դե ասեմ բավական ասած կասկածելի ֆիլմ է, որպես գեղարվեստական ֆիլմ, իսկ որպես պատմական զերո է, այդտեղ ոչ մի բան չկա։ Այդտեղ ասենք Վինի Պուխը ավելի պատմական կինո է, քան թե այդ Մխիթար Սպարապետ կինոն։ Հա։ Եվ հիմա դերավերի մի բան էլ ասեց, որ հա, Ռուսաստանից գործարաններ կբերեմ ստեբան։ Գիտեք ի՞նչն է հետաքրքիր, որ մի բանի, ինչ ասեմ, քաղաքի ղեկավար, որը որ համայնքի ղեկավար, վրան պետական տենց որ գործեր ա վերցրել, հայսա քաղաքից հեսա մենք գործարաններ կբերենք, բաց տարեֆտրային գոտի ենք սարքելու ժողովուրդ։ Ասենք երբ որ քեփն ատրում ջեբներդ հավատում եք, հասկացանք։ Կներեք էլի ոսկեղենի հայրենից համար։ Բայց դե չի եք հավատում, ոնց կարա տես բան լինի։ Դա պետական գործառույթ է, ինչ որ նա ասում է, դա պետությունը պետք է որոշի, ինքը չի կարա որոշի։ Ինքը կարա որոշի ձեր կանալիզացիայի հարցը, կարա որոշի ձեր աղբանության հարցը, ինքը կարա որոշի, ասենք, չգիտեմ, այնտեղ չգիտեմ, տրանսպորտը, բանը հետը, քաղաքապետը դա է, դրանից ավել նա չի անում քաղաքապետը։ Քաղաքապետը բյուջեով ամբողջովին կապված է Երևանի հետ, ամբողջովին է կապ։ Լավ է, վատ է, այդ ուրիշ հարց է, վատ է իհարկե, որ այդքան կենտրոնացված է ամեն ինչ եւ համայնքները ազատ չեն։ Օրինակ Լևոն Բարսեղյանի ծրագիրը մի քիչ ուրիշ էր։ Ինքը ասում էր, որ պետք է պայքարել, որպեսզի մենք մեր բյուջեն մենք կարողանանք ոչ միայն տնօրինենք, այլ այդ սաղ փողերը մենակ Երևան չգնա էլի, որովհետեւ բոլոր մարզերը Երևան են պահում։ Այ ոնց սովետի ժամանակ սաղ երկրները Մոսկվայի են պահում, այնպես էլ հիմա սաղ մարզերը Երևան են պահում։ Հասկանում, դա լրիվ ուրիշ համակարգ է, ոնց հասկացա, եւ քաղաքապետը կարելի ասել ոչինչ է։ Ոչինչ չէ որն է, իր քաղաքի բաներով, ռազմերներով, հա, նորմալ է, բայց ոչ ավել։ Ոչ ավել։ Вот օրինակ այստեղ տենց չի, Ամերիկայում ամեն մի շտատը, ամեն մի բանը նահանգը ունի անգամ իր օրենքները, որոնք որ հա իհարկե կան եւ ֆեդերալ օրենքներ, հա, բայց ամեն նահանգում կա իր ոնց որ իր կյանքի ձևը, հա, անգամ Լոս Անջելեսում, ասենք, ինչ որ Գլենդելում, Պասադենայում կարող է պատահի լինի ուրիշ, հա, մեքենայի համարներից սկսած նկատի ունեն բաները այդ նահանգները արդեն վերջացած դատական համակարգով եւ այլստեղ մի քիչ ֆեդերացիա է, էլի ոնց որ, հա, Երևանում Հայաստանում այդպես չի եւ ինչ որ մի գյուղապետ կամ մի քաղաքապետ ոնց պետական ինչ որ բաներ վերցնի եւ խոսի նրա մասին, որ այո, նա կողմնակից է, որ դառնանք միութենական պետություն, մենք ներվայնանանք, ասենք, այս ինչեր է ասում, մենք սուվերեն երկիր ենք, դա խևարած ժողովուրդ ջան, սկսենք խոսել դրա մասին, որ ինչ բան է ստրկամտությունը։ Ստրկամտությունը նա է, ինչի մեջ ապրում ենք մենք դարեր շարունակ, որ մեզ չի նեղում, որ մենք անկախ չէինք, որ մենք հիմա էլ անկախ չենք, որովհետև մենք մեր անկախության համար չենք պայքարել, օդից է անգել մեր անկախությունը եւ վերլուծականները, վերլուծաբանները շատերը հիմա ասում են, ու որոշները ասում են, որ այն ով որ կասկածի տակ է դնում մեր սուվերենությունը, նրան պետք է դատել եւ այլն, որովհետեւ մենք արուն ենք տվել մեր սուվերենության համար, ժողովուրդ լուրջ եք ասում։ Ես չգիտեմ ինչ եք տվել դուք ոչ մի բան չեք տվել մենք մեր սուվերենության համար, ոչ մի բան։ Այն 44 օրվա պատերազմը այդքան մարդ զոհեցինք, հանուն սուվերենության հերիքա մանիպուլյացիան եք, էշեշ մի խոսեք, ինչեր եք խոսում։ 44 օրվա պատերազմը Ղարաբաղի համար է, ժողովրդի սուվերենություն։ Ինչի մասին է խոսքը։ Կամ 88 թվին ես շատերը չեն հիշում, ես
տարիքով մարդ եմ, հիշում եմ, ոնց ենք բոլորս ընդ որում եւ ես այնտեղ հնապարակում կանգնած գոռում ենք Լենին, Պարտիա, Գորբաչով։ Որ Գորբաչովը, Լենինը եւ Պարտիան պետք է լուծեն մեր Ղարաբաղի հարցը, ժողովուրդ, ավելի տավար ժողովուրդ չենք եղել մենք։ Ավելի տուպո ժողովուրդ չկա այս աշխարհում, որ ասենք Լենինը, Պարտիան ու Գորբաչովն են ասենց արել ամբողջ հայ ժողովուրդը, մենք չգիտեինք դրա մասին։ Հիմա կամած սկսում ենք իմանալ, բայց այն հետևի են բանը մնացել է այդ ստվերը, էլի սովետի, որ մեզ թվում է, թե մենք բանը դաշնակից ունենք, որ թվում է, թե Ռուսաստանը մեր լավը ուզել է, մեր լավը ուզել է ինքը, հաստատ։ Եվ հիմա Վարդան Ղուկասյանների նմանները դուրս են գալիս այս բաներ են ասում, եւ բնականաբար կա ինչ-որ սեգմենտ, որ դրան հավատում ասում, հա դե ճիշտ է ասում, էլի, Ռուսաստանի բազան որ ստեից հանեց, ինչ կլինի, բան եւ այլն, հա։ Եվ նյարդայնանում ենք բոլոր ալիքներով, խոսում ենք հիմա դրա մասին, հիմա տեսեք, հիմա ես էլ եմ խոսում դրա մասին, բայց ես ինչի եմ խոսում։ Ես ուզում եմ ասել, որ ամեն մի շան հետևից քար մի գցեք։ Ես խոսքը ժողովրդի մասին, ինչի ժողովուրդը կարող է նյարդայնանա ինչից ուզի, մանավանդ որ շատ պատճառներ կա։ Բայց այդ վերլուծաբանները, բաները, որ նստած են հիմա լուրջ հայնացած են այդ խնդրով, որ Վաշտանի գտպես բան է, ամոթա, ժողովուրդ։ Նախ լրագրողները ինչով են զբաղված ընդհանրապես։ Միկրոֆոնը կողքն են բանը Խեշ Մարտուբերյան ասում է դուք սեքսիստական հայտարարություններ եք։ Ժողովուրդը Վարդանիկը սեքսիզմը չի հասկանում ինչ բան է։ Իր համար սեքսիզմը էս է։ Բայց դա այդ չի։ Սեքսիզմը։ Խեշ Մարտը գետիններ մտել, պատես բանք սեն սեքսը որն է։ Չեկամ չնայի։ Գոջա մարդիկ, մեծ մարդը մենք ինչ կխոսենք։ Աղջկաս դա երեխա է։ Կարճել հակել ես, գայտակղեմ գե, հբե, գայտակղություն է, աստված վերևից կաշե, նեղենակ է, ու այդ մարդուն լուրջ եք ընդունում ու ասում եք, արատես ինչեր ասեց ինքը բան եղա, լուրջ խոսեք Սյունիքի մասին, լուրջ խոսեք հələ մեկըտ, գոնե մեկըտ, ես խնդրեմ կոմենտներում գրեք, այդ խաղաղության պայմանագիրը ինչի մասին է, հետաքրքիր է ուղղակի, այդ որ ասում այլ երկու պունկտ կար, էդ էլ ենք համաձայնվել, բայց Ալիևը չի ուզում, այդ երկու պունկտը ինչի մասին է Անենց էլ այդ թուղթը չհրապարակվեց։ Ես չտեսա ամենայն դեպս, կարող պատահեց թե հեռու եմ, խաբար չեմ, ամեն օր չեմ մտնում Facebook, բայց մի հատ ուղարկեք, կա այդպիսի բան, այդ որ պունկտերն են, որ համաձայնեցված են, բայց Ալիևը չի ուզում։ Շատ եմ խնդրում, ուղարկեք, իսկապես չգիտեմ, ուզում եմ որպես մարդ, որպես Հայաստանի քաղաքացի, ուզում իմանամ, այդ ինչ այդ պունկտեր են, որ համաձայնեցված չեն, իսկ հիմա համաձայնեցվին, ցեցվին, յանինանք շատ գիտենք ինչ են, հմիած երկու պունկտը պետք է իմանանք։ Իմանանք ինչի մասին է այդ պայմանագիրը։ Այդպես բաներից խոսեք, մենք այստեղ հերո նստենք ասենք, հա, տեսեք, ինչ է դա։ Բայց թե խոսում եք թե Վարդանիկը սեքսիզմից ինչ է հասկանում։ Շատ հետաքրքիր թեմա է, շատ հետաքրքիր։ Շատ կարևոր թեմաներ կա, բայց մեր լրագրողները ուղղակի ես չեմ հասկանում։ Ինչով եք զբաղվում։ Կամ են ընտրությունների ժամանակ, դա նորմալ էր։ Խմած մարդ եք թե միկրոֆոնը կողքը բերանը ասեք, ասա խոսա դու քրֆեցիր, դու ասեցիր, դու հասկացանք լավ։ Ու ինչ, խմած մարդ էր, հետո ոնց որ թե ինչ էիք ուզում այդ մարդուց, ինքը հայհոյել է լրագրողին։ Հասկացանք, հա, բայց լավ չի արել, հա, դրա համար ոստիկանություն կա, բան կա, գնայք բողոքեք, գնային ականջները քաշեին։ Արժեր սաղ լրատվականները խոսեք, ՔՓ-ի բանը պատգամավորը խմած է, աշխատանքից դուրս խմել է լավ արեց, ձեզ ինչ, ասենք խմել է հետո։ Լրագրողին հայհոյել է վատ արել, հասկացանք, էլի հասկացանք, դրա մասին դա խոսելու բան էր։ Դա մի բան է, որ Վարդանիկ եք խոսացնում, ուրիշ պրոբլեմ չկա։ Սյունիք չունենք մենք չունենք լուրջ խնդիրներ չունենք, մենք խաղաղության պայմանագիր չունենք, որի մասին պետք է խոսել ու այսինքն բացեք կարտան, քոռաճ կստեսնի ինչի մասին է։ Չէ, Վարդանիկը, Վարդանիկ։ Ֆայտոնչի գրիշը, չգիտեմ, ցիտրոն ալեգը ու պոլոզ բուգուչը, զզվծրիկ էլի, կնոպկին ուր դեղի, ալաշեն, սխմեմ հաջող։ Հա չէ, ինչ հաջող։ Հիշեցնեմ ձեզ սիրելիներս, որ մայիսի 18-ին համեցեք ներկայացմանս, Տոմսերը տիկետ մի կետում է, 18-ը խաղամ թե չէ գալիս եմ Երևան, ընդե եմ խաղալ,
ուրիշ ներկայացումներ եմ խաղալու, չեմ ասի ինչա, դա կասեմ, ես Ստարի թատրոնն եմ բացելու բնականաբար եւ կամերային ունեմ պրեմիերա։ Դա էլ այդպես, հələ որ հայտնի չեն, ինչ պիտի ասի։ Հա դե կոմենտների մասին ամեն անգամ ասում եմ, տարբեր այլանդակ բաներ մի գրեք, տարբեր տառերով, ռուսերեն հայերեն է գրում, հայերեն ռուսերեն է գրում, չգիտեմ, անգլիատառ է գրում, մարդավարի հայերեն ռուսերեն, անգլերեն, էդ էլ տենց, հա, ալիքից գրանցվեք հենց հիմա, բանան, դե լայքի կոճակար, անում եք, ես կնոպկեն,